Հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ բարդ եւ անփոփոխ, չնայած վերջին տարիներին որոշակի դիվանագիտական ջանքերին, հատկապես հայկական կողմից։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը նշում է, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չկա։ Սկզբունքային առումով ես չեմ տեսնում որևիցե փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում, որտեղ Թուրքիան իրենց դիրքորոշում ամենաբարձր մակարդակով հայտարարել է, Էրդողանն է դա ասել, որ մինչև հայ-ադրբեջանական համաձայնագիր չստորագրի Թուրքիան որևիցե քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով եւ այդ դիրքորոշումը Թուրքիան պահպանում է։ Այս համատեքստում դիվանագիտական շփումներն ակտիվացնելու կարևոր խթան է դառնում միջին միջանցքը, որը Թուրքիայի ռազմավարական առաջնահերթություններից է։ Իմ կարծիքով Թուրքիան այո, շատ կարևոր է Թուրքիայի համար այդ միջին միջանցքը, ինչու առաջին հերթին դա ամենապարզն է, որ Ադրբեջանի հետ ունենա շատ արագ եւ ոչ վերահսկելի Հայաստանի կողմից ճանապարհ, երկրորդը որ կապ ունենա կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների հետ իր ծրագրերը իրականացնելու համար։ Թուրքագետ ակադեմիկոսի խոսքով, եթե գործարկվի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան երկաթուղին, Թուրքիան կարող է զգալիորեն բարձրացնել իր համաշխարհային ազդեցությունը, կապելով Չինաստանը Եվրոպային։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Թուրքիայի նպատակները դուրս են գալիս միայն միջին միջանցքի շրջանակներից եւ ընդգրկում են ավելի լայն ռազմավարություն։ Նույն ժամանակ Թուրքիան պետք է փորձի այնպես անել, որպեսզի ազդեցությունը պահպանի ամբողջ Հարավային Կովկասում, եւ վերջի 30 տարիներին Հարավային Կովկաս Թուրքիան չէր կարողանում մտնել, չէր կարողանում ազդեցություն ունենալ, հաշվի առնելով Հայաստանի հետ բարդ հարաբերությունները կամ հարաբերությունների ըստ էության բացակայությունը։ Սակայն ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի միջանցքի իրականացումը բախվում է ենթակառուցվածքային խոչընդոտների։ Թուրքիայի երկաթգծերի համակարգը կապված չի Նախճեվանի հետ։ Նույնիսկ եթե պատկերացնենք, որ վաղը բացվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Թուրքիան երկաթգիծ չունի։ Եվ դրա համար պետք է հիմա Թուրքիան սկսել են կառուցել Կարս Նախճեվան երկաթգիծը, որը մոտ 200-ից ավել կիլոմետր է։ Պաշտոնական տվյալներով այդ շինարարությունը, որը բավական բարդ տեղանքով է անցնելու այդ երկաթգիծը, ավարտվելու է 2029 թվականին։ Ռուբեն Սաֆրասյանի գնահատականով, թեև հարաբերությունների կարգավորումը եւ կապուղիների բացումը կարող են նոր հնարավորությունների դուռ բացել, դրանք սակայն նաեւ ռիսկեր են պարունակում։ Այո, այդ վտանգները կլինեն, բայց պետք է մենք կարողանանք կառավարենք այդ վտանգները։ Մենք միջոցներ պետք է ունենանք վտանգները կառավարելի դարձնելու համար։ Մասնագետների համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ միջին միջանցքի իրականացումը պահանջում են Հայաստանի շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ, տարածաշրջանային հնարավորություններից օգտվելու, բայց եւ միաժամանակ ռիսկերը կառավարելու համար։ Դավիթ Գենջոյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։